Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, օրը շաբաթ է, հունիսի 13-ն է, վերջապես ամբողջ շաբաթ սպասեցինք եւ մեր հանդիպումը կայացավ։ Գոնե մեզ համար առավոտը այս դեպքում կայացած է արդեն։ Բարի լույս սիրելիներ, շնորհակալություն, որ ձեր օրը սկսել եք մեզ հետ, իսկ մեր հանդիպման հովանավորներն են Տուն դեպո խանութ սրահ, ինչպես նաև Աջափնյակ բժշկական կենտրոնը եւ Dream Park հանգստի գոտին։ Շնորհակալ ենք նրանց, որ մեր ու ձեր հանդիպումները պարտաճանաչ կազմակերպում են։ Այո, մենք ունենք նաև հասցեներ, պարտաճանաչ, որոնցով կարող եք հետևել մեր թողարկումներին, դրանք են Երկիր մեդիայի յութուբյան ու տելեգրամյան ալիքները, ինչպես նաև Երկիր մեդիայի ու Բարև Երկրի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան հարթակները, արդեն շատ տաք է դրսում, դա կարծում եմ լավ տրամադրության գրավականն է, գոնե ինձ համար եւս այնքան եմ ասել, կարծում եմ բոլորը գիտեն, որ ես ամառ շատ եմ սիրում արդեն։ Ամառը հիասքանչ չէ, որովհետեւ կարծես թե ճախրելու հնարավորություն է տալիս։ Եվ հատկապես որ գիտես շուտով հանգստի ժամանակն է, դա արդեն բավարար է, որպեսզի այսպես արդեն լիցքաթափված քեզ գաս, բայց դեռ չենք լիցքաթափվում, սիրելի հեռուստադիտողներ, որովհետև թարմ տեղեկատվություն եւ լավ տրամադրություն պիտի ձեզ փոխանցենք։ Ինչպես գիտեք, ավանդաբար պետք է շրջենք եւ հասկանանք, թե աշխարհում պատմության մեջ այս օրը եւ անցնող շաբաթ ինչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել։ Այո։ Եվ այսօր կաթոլիկ եկեղեցին հունիսի 13-ին այսօր նշում է Սուրբ Անտոնիոս Պադուացու օրը։ Նա հասարակությանը հայտնի է որպես կորած իրերի եւ ճանապարհորդների հովանավոր սուրբ, ինչպես նաեւ աղքատների պաշտպան, որը օգնում է մարդկանց գտնել ընտանեկան երջանկություն եւ կյանքի ճիշտ ուղի։ Որոշ երկրներում, օրինակ Պորտուգալիայում, այս օրը ուղեկցվում է նաեւ լայնածավալ հանրային տոնակատարություններով եւ շքերթներով։ Իրականում ճամփորդների շատերն են կորցնում իրենց իրերը եւ կարծում եմ Սուրբը տեղին է։ Այո, Սուրբը տեղին է, նրան դիմել պարզապես երբեմն հարկավոր է։ Շարժվենք առաջ, հունիսի 13-ը նաև Լիսաբոնի քաղաքային տոնի օրն է, Սուրբ Անտոնիոսի եւ Պադուայի անունը Պորտուգալիայում ամենահարգվածներից է եւ Լիսաբոնի բնակիչները տոնը նշում են որպես քաղաքի օր, աղմկոտ տոնակատարություններով եւ անզուսպ ուրախությամբ։ Սուրբ Անտոնիոսի օրը Լիսաբոնում նշելու ավանդույթը սկիզբ է առել դեռևս 18-րդ դարից, իսկ բուդդայական ավանդույթում այս օրերը հայտնի են որպես Սագա Դավա Սուրբ ամիս, որի ավարտն այս տարի կլինի հունիսի 15-ին։ Այո, դա փոփոխական տոն է իրականում, լինում է երբ հունիսի 13-ին է ավարտում, լինում է երբ հունիսի 15-ին։ Սագադավան տևում է 1 ամիս, երբ ըստ լուսնաարևային ցիկլի բուդդիստները նշում են Բուդդայի ծնունդը, լուսավորությունը եւ պարինիրվանը անցնելը։ Տիբետցիները Սագադավան համարում են իրենց կյանքի ամենանշանավոր կրոնական ծեսերից մեկը։ Սագան աստղի անունն է, իսկ որը առավել աչքի է ընկնում տիբետական օրացույցի 4-րդ լուսնային ամսվա ընթացքում, իսկ դավը նշանակում է ամիս։ Տոնը տևում է 1 ամիս, սկսած 4-րդ ամսվա նորալ լուսնից եւ ավարտվելով հաջորդ ամսվա լիալուսնով, որը այս տարի համընկնում է հունիսի 15-ին։ Շարժվենք առաջ եւ տեսնենք, թե պատմության մեջ այս օրը ինչ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել։ 1878 թվականի այս օրը սկսվեց Բերլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի եւ Ավստրո-Հունգարիայի ջանքերով հրավիրվել էր Ստան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու նպատակով, եւ որից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ հայկական հարց եզրույթով։ Բերլինի համաժողովում հայկական հարցը դուրս եկավ միջազգային հարաբերությունների ասպարեզ։ Այո, այդ ժամանակվանից սկսվեց օգտագործվել հայկական հարց ասույթ, այսպես ասած։ Այդ համաժողովում անգամ հայերին վերաբերող քննարկումներին թույլ տվեցին, որ մասնակցի մեր պատվիրակության ղեկավար Մկրտիչ Խրիմյանը 61-րդ հոդվածում էլ առաջնային պլան մղվեց Օսմանյան կայսրության հայաբնակ նահանգների կենցաղային պայմաններից բխող բարենորոգումների իրականացումը եւ այդ ժամանակվանիսյանը փաստացի հայկական հարց կամ հայոց հարց եզրույթը մտավ պատմության մեջ։ Այո։ Շարժվենք առաջ,
Տեղափոխվենք մեր ժամանակներ, ինչպես ասում են, եւ տեսնենք Հայաստանում այս օրերին ինչ է կատարվում։ Մանուկների համար շարունակում է բեմ բարձրանալ լույսի ծածկագիրը ինտերակտիվ տեխնիկային ներկայացումը, ստեղծված Ավետիք Իսահակյանի մանկական ստեղծագործությունների հիման վրա, որը Արտավազդ մրցանակաբաշխությանը ի դեպ արժանացավ տարվա լավագույն մանկական ներկայացում մրցանակին։ Հունիսի 18-ին եւ 26-ին կարող եք այցելել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, որտեղ դերասանուհի Ալլա Սահակյանը 50 րոպե գրավում է երեխաների ուշադրությունը իր հետաքրքիր խաղով։ Տեղափոխվենք Հայաստանից դուրս եւ ասենք, որ Արիանա Գրանդեն ստիպել է երկրպագուներին պահել շունչը, ինչում է գաղտնիքը փոփ դիվան մահացու հնարք է կատարել իր Eternal Sunshine շրջագայության պաշտոնական բացման ժամանակ, որը նրա առաջինն էր 7 տարվա ընթացքում։ 32-ամյա երգչուհին, որը վերջերս հաղթական վերադարձել է երաժշտական ասպարեզ, իր նոր Hey That I Made You Love Me սինգլով լուսավորել է Օքլենդի բեմը, ինչպես նաև նա կատարել է ամենամեծ հիթերը հազարավոր մարդկանց առջև։ Երկրպագուի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, որ նա իր Supernational երգի կատարումով զարմացրել է բոլորին։ Երգի ընթացքում բալետի պարողները օգնել են Գրանդեին անվտանգության պարան միացնել։ Վերջում երգչուհին չակերտավոր անհետացել է։ Ինչեր ասես չեն անում աստղերը, հատկապես տևական դադարից հետո, այո, կրկին գրավեն ուշադրությունը երկրպագուների։ Մենք էլ ուզում ենք մեր հեռուստադիտողների ուշադրությունը այս պահին հրավիրել երաժշտության վրա, որովհետև ինչպես գիտեք, թողարկման այս հատվածում դիտում ենք տեսահոլովակ, խնդրեմ։ Լիս կործնում է մտքիս թելն ու հիմքը Եվ իմ խենթ հոգում սկսվում է սիրո փոթորիկը Քեզ նայելիս թողում է սիրտս տերևի պես Կամքիս հակառակ կորում է իլուր աշխարի Սիրում եմ քեզ Սիրտս ես ինձ օրի է Քո պատճառով էլի մեծ սիրով լի Να βρεθούμε λίγο να τα πούμε Και την παρεξήγηση μας πρέπει να τη δούμε Μάθε όμως τα γυνάτια λες πως βγάζουν μάτια Δεν αντέχω μακριά σου τέρμα φτάνει πια Πάλι θα πω Σ' αγαπάω έλα να σε δω Και στα αλήθεια να σε πάρω Έλα
Կրկին բարի լույս սիրելի հեռուստադիտող, մեր եթերը շարունակվում է եւ ուզում ենք ասել, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը այսօր հրավիրում է երեկոյան 7:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մասնակցելու Ճապոնիայից Հայաստան ավանդական երաժշտության համերգին, որը ճապոնական ավանդական երաժշտության համերգ է լինելու եւ այս առիթով ունենք շատ հետաքրքիր հյուրեր։ Այո, եւ միջուր ցակող արևի երկրից հենց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակ եւ Լուսինե Ղանդիլյանը մշակութային բաժնի քարտուղար։ Բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար Լուսինե եւ պարոն Յուտակ, ես հատուկ ողջույն եմ սովորել ճապոներեն, բայց չգիտեմ որքանով կստացվի, թող մեր հարգելի դեսպանը Խնդրեմ Դիանա ասա։ Կոննիցիվա։ Konnichiwa. Ճիշտ է։ Ստացվեց։ Yes, how to pronunciation. Օ, շատ շնորհակալ։ Եկել խնդրում եմ ողջունեք հայերեն մեր հայերին։ If you wish, you can greet in Armenian. Բարի լույս։ Shireri haybarkamne. Yes, Hayastանում Japanese դեսպան Aokinen. Օ, հիասթափ ես։ Հրաշալի։ Եվ հարգելի հյուրեր, Լուսինե, բնականաբար դուք կօգնեք մեզ, որպեսզի հաղորդակցվենք մեր պարոն դեսպանի հետ։ Մշակութային միջոցառումների կարևորությունը իհարկե գիտենք, որ դեսպանությունում հաճախ տարբեր մշակութային միջոցառումներ են լինում, հայ-ճապոնական այդ երկխոսությունը պահպանելու համար։ Երևի սկսենք հենց այսօրվա միջոցառումից, հետո կընդլայնվենք եւ կհասկանանք ինչով է զբաղվում դեսպանությունը արդեն մշակութային ոլորտում։ We know that embassy have different events in Armenia. Let's talk about today's event, the concert. First of all, thank you very much for inviting me to the program. Tonight, concert of traditional Japanese music at Komitas Hall will feature a performance of the sho and tsugaru shamisen, traditional Japanese instruments performing in collaboration with the duduk and kano. Նախ եւ առաջ շնորհակալություն ինձ ծրագրին հրավիրելու համար եւ այսօր երեկոյան կամերային երաժշտության տանը հնչելու են ճապոնական ավանդական շո, բերանի երկեհոն եւ ցուգարու շամիսեն երաժշտական գործիքները, ինչպես նաեւ լինելու է համագործակցություն հայկական դուդուկի եւ կանոնի հետ։ Ինչպես եկան նրան, որ դուդուկն էլ օգտագործվի, այդ կուզեմ անպայման։ Why you also did choose duduk to be included in this concert? Actually, the idea of this concert came about 2 years ago when Japanese musician met Armenian duduk player abroad. That connection led to the embassy and ultimately to this performance. Այս համերգի գաղափարը հենց ծագել է մոտ 2 տարի առաջ, երբ ճապոնացի կատարողները արտասահմանում հանդիպում են դուդուկի կատարողին եւ այնտեղ զրուցում են, որ հնարավոր է այսպիսի համերգ կազմակերպվի եւ այնուհետեւ կապվում են դեսպանությանը, որպեսզի մենք իրենց համար համերգ կազմակերպենք։ Իսկ ասեք այս համերգը ըստ ձեզ, ըստ դեսպանի, որքանով կհետաքրքրի հայ հանդիսատեսին։ How do you feel Armenian audience will be interested in this concert? I hope, basically Japan and Armenia cherish or maintain our traditional culture and music are quite different from neighbor countries. And I'm not quite sure the Japanese traditional musician can captivate the Armenian audience. But at least I would like to, the Armenian people will learn that Japan, a small island country in Far East, cherish its culture and music, just like Armenia. Շատ դժվար հարց եք տալիս իրականում, նախ ուզում եմ նշել, որ երկու ժողովուրդներն էլ, թե հայերը, թե ճապոնացիները շատ գնահատում են իրենց ավանդական մշակույթը, սակայն վստահ չենք կարող լինել, որ ճապոնական ավանդական գործիքները այդպես հեշտությամբ կընդունվեն հայ հանդիսատեսի կողմից, բայց որպես դեսպանություն մեզ համար շատ կարևոր է ցույց տալ հայ հանդիսատեսին ճապոնական գործիքները եւ որպեսզի նրանք տեղեկացած լինեն այդ Կարող եք փոխանցել, որ հայ համայնքը սիրում է, ես ինքս կոմենտներից տարբեր հրապարակումների հասկացել եմ, որ ճապոնական երաժշտություն Հայաստանում եւ հագուստ դուք եք գրում համապատասխան, այս տարի նաեւ նորաձև է, ամբողջ աշխարհում շատ սիրում են, կարող եք փոխանցել դեսպանին։ She would like to mention that Armenian audience really likes Japanese music, and she did some research on comments, etc. Of our posts, and Armenian audience really likes it.
Thank you very much. Yeah, Can I explain a little bit about the today's concert, especially show and Tsugaru Jamisen? Եվ տեսփանը կուզենար նաև մի փոքր հենց այս թեմայով անդրադառնալ շոուին եւ Շամիսենին, որպեսզի հայտարարություններ տեղեկացած լինի, թե ինչ գործիքներ են դրանք։ Yes, of course. First, the show is a traditional Japanese mouth organ used in court music for over 1,200 years, dating back to the aristocratic era before the age of samurai. Its soft, ethereal sound is one of the defining voices of Japanese court music. Եվ շոն, որ ինչպես նշեցինք, բերանի երկեհոնն է, փողային գործիք է, որը ճապոնական պալատական երաժշտության մեջ է օգտագործվում եւ այն ունի մոտ 1200 տարվա պատմություն եւ եկել է սամուրայների եւ արիստոկրատիայի ժամանակներից մինչ օրերս ու մնացել է գրեթե անփոփոխ վիճակում։ And Tsugaru Jamisen is a traditional Japanese three-string lute known for its powerful rhythms and energetic performances. Unlike the show, which was played in the imperial court, the Tsugaru Jamisen developed among folk musicians in the northern part of Japan. Եվ Tsugaru Shamisen-ը, որը երալար նվագարան է, ի տարբերություն շոյի, որը պալատական գործիք է եղել է հասարակ ժողովրդի գործիքը։ Միավորել է։ Այո։ And furthermore, we are fortunate to have Mr. Takahiro Akiba joining us today, a pianist who has introduced Armenian music to Japan for many years and founded Komitas Music Association in Tokyo. Mr. Akiba has been awarded a gold medal by Armenian government in recognition of his long-standing achievement. Եվ նաև մենք շատ ուրախ ենք ասել, որ այսօրվա համերգին մեզ է միանալու նաև դաշնակահար Ակիբա Տակահիրոն, ով ներկայացնում է հայկական երաժշտությունը Ճապոնիայում եւ Կոմիտասի անվան միության հիմնադիրն է նաև Ճապոնիայում։ Եվ պարոն Ակիբան նույնիսկ արժանացել է Հայաստանի կառավարության ոսկե մեդալի իր այդ գործունեության համար։ Մեր մշակույթը տարածելու համար, ինչը շատ կարևոր է, երևի եթե ավելացնելու բան չկա, անցնենք այն հարցին, թե մշակութային հարաբերությունները երկու երկրների միջև ինչպես են զարգանում, ինչ անելիքներ կա, ինչ է արվել այս ընթացքում։ Let's talk about bilateral cultural relations between two countries, about embassy's activities regarding this and our steps further. Yes, the fostering friendly relations between Armenia and Japan, and also promote the mutual understandings, which forms the basis of those relations. That is one of the embassy's important missions. Through cultural events, we hope Armenian people will learn a little bit about Japan. That is a very important basis for the mutual understanding. Եվ տեսփանության համար ամենակարևոր կետերից է, որպեսզի երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններ ձևավորվեն, եւ մշակութային հարաբերությունները դրա հիմնասյունն են հանդիսանում, եւ մենք հույս ունենք, որ այս մշակութային միջոցառումները իրոք օգնում են այդ բարեկամական կապերի զարգացմանը։ Լուսինե մի միջանկյալ հարց եւ Հայաստանը եւ Ճապոնիան իհարկե գիտենք, որ բազմադարյա հարուստ մշակութային ժառանգություն ունի եւ նաեւ կարող ենք ասել, որ հա այն բնորանն է, այն օրորոցն է քաղաքակրթության մեր երկու երկրներն են եւ հետաքրքիր է արդեն տևական ժամանակ է շփվելով նաեւ մշակութային ոլորտում շփվելով հայերի եւ Հայաստանի հետ, ինչ նմանություններ է տեսել պարոն դեսպանը, ինչպես հասկացանք արդեն միավորվում են երկու երկրների այդ ավանդական գործիքները եւ տեսնում է ինքը որևէ նմանություն։ You get acquainted with Armenia and you know that Armenia and Japan has rich cultural heritage, both countries. And do you find any similarities between these two countries? Yes, there are a lot of similarities. And many Armenian friends working with me to promote our bilateral relationship always mention the similarities. Like as I said, very unique culture, different from
neighbor countries, including language. Both Armenian language and Japanese language is very unique and sometimes very difficult for foreigners to learn. And also, some people say Mount Ararat and Mount Fuji. And also, I can say, basically, our two people, very friendly, very modest, and very punctual. Yes, we have a lot of similarities. Այո, շատ նմանություններ կան ճապոնացիների եւ հայերի միջեւ եւ դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ նաեւ շատ այն մարդկանց կարծիքը, ովքեր շփվում են երկու երկրների ներկայացուցիչների հետ։ Եվ ես կուզենայի առանձնացնել այն, որ երկու երկրներն էլ իրենց հարևան երկրներից շատ տարբերվող մշակույթ ունեն, ինչպես նաև լեզու, որը թե հայերենի, թե ճապոներենի դեպքում շատ յուրահատուկ լեզու է եւ գուցե նաև արտասահմանցիների համար շատ բարդ է սովորել այդ լեզուն, ինչպես նաև Ֆուջի լեռան եւ Արարատ լեռան նմանությունը Իսկ ինչ շատ հետաքրքիր է, երբ որ առաջին անգամ դեսպանը եկել է Հայաստան, ինչ տպավորություն է ստացել եւ Հայաստան գալուց առաջ ինչ էր մտածում, ինչ պետք է տեսնի։ What was your first impression when you first time came to Armenia and what was your thoughts regarding Armenia before coming here? Yes, still I remember the first scene, Mount Ararat from the airplane. Նախ դեսպանը ուզում է նշել, որ առաջին բանը, որ տպավորել է, դա Արարատ լեռան պատկերն է եղել հենց ինքնաթիռի մեջ։ And very frankly speaking, I'm very much enjoying the life in Armenia and surrounded by Armenian friends. Just I said, having a lot of similarities. And yes, now 2 years and a half have passed. But I believe I was really lucky to be assigned to Armenia. Ես իրոք վայելում եմ իմ ժամանակը Հայաստանում եւ այստեղ շատ լավ է ինձ համար, մոտ 2.5 տարի է ինչ այստեղ եմ եւ ուզում եմ նշել, որ ես իրոք հաջողակ եմ, որ ինձ Հայաստան են նշանակել որպես դեսպան։ Բայց մի կտրուկ տարբերություն հաստատ կա Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ, դա խոհանոցն է։ Այո։ Ինչպես է հայկական խոհանոցի եւ ուտեստների հետ լեզու գտել, պարոն դեսպան։ But there is one main difference between Japan and Armenia, it's cuisine. How do you find Armenian dishes? Not a big difference, especially I'm hosting a lot of Japanese guests, and I always bring the Armenian restaurant. But every Japanese guest really loves Armenian cuisine. Համայն տարբերությունները շատ տարբերվող չեն եւ մենք շատ հյուրեր ենք հյուրընկալում Ճապոնիայից եւ միշտ ներկայացնում ենք հայկական խոհանոցը եւ կարող եմ ասել, որ ճապոնացիները բոլորը հավանում են շատ հայկական խոհանոցի։ Իսկ հետաքրքիր ճապոնացիներն եւ նաեւ մեր դեսպանը սիրելի հայկական որ ուտեստն են, ամենաշատը սիրում։ Which dish that you like most? Most, but I always recommend dolma to Japanese guests. Tteokbokki or yes, and it reminds me the first Japanese Armenian summit happened last year at the occasion of Osaka World Expo. At that time, the Prime Minister Ishiba, the Japanese Prime Minister, served dolma at the working lunch. Ես բոլորին խորհուրդ եմ տալիս հայկական տոլման փորձել եւ ասելով սա իմ մտքին եկավ, որ անցյալ տարի գագաթնաժողովի ժամանակ, Օսակայի էքսպոյի ժամանակ Ճապոնիայի վարչապետը հենց տոլմա էր հյուրասիրում հյուրերին։ Հիանալի։ Թերևս անցնենք նաև այն ինչի համար հավաքվել են, ինչպես ասում ենք, անցնենք առաջ եւ մշակութային իրադարձություններից խոսենք։ Ճապոնիայի դեսպանատունը տարիներ ի վեր թե ֆեստեր է կազմակերպում կինոների հետ, ֆիլմերի հետ կապված, թե տարբեր միջոցառումներ։ Կուզենք նաև իմանալ, բացի այսօրվա երեկոյան միջոցառումից, ինչ առաջիկա միջոցառումներ ունենք։ Let's come back to our main topic, and we know that embassy organizes different events, including film festivals, etc. And except today's event, which other events are planning to organize? Yes, yes, future event. Starting next Friday, the 19th, we'll be holding a 3-week exhibition in collaboration with the History Museum of Armenia, showcasing yakishime, a traditional Japanese pottery technique.
in which clay is shaped and then fired at a high temperature of 1200 degrees. It is a traditional Japanese technique that has been practiced for over 800 years. And its spirit and aesthetic sense are still carried on in pottery and tableware making today. Ես ուզում եմ նշել, որ նաև հաջորդ ուրբաթ օրվանից, ամսի 19-ից Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ մենք հյուրընկալում ենք ճապոնական խեցեգործության յակիշիմե կոչվող տեխնիկայի ցուցահանդես, որը տևելու է մոտ 3 շաբաթ, եւ յակիշիմեի գաղափարը այն է, որ կավե իրերը պատրաստվում են եւ 1200 աստիճանի տակ թրծվում են եւ այն ունի մոտ 800-ից ավել տարվա պատմություն. Japanese Film Festival. Actually, next festival marks the 20th anniversary. Also, there have been various difficult times along the way. The Japanese embassy has continued to hold the festival without interruption. The number of Japanese film fans in Armenia is gradually increasing, and some people tell us we look forward to the Japanese Film Festival every year. Ինչպես նաև ես կուզեմ առանձնացնել ճապոնական ֆիլմերի փառատոնը, հաջորդ տարի լինելու է 20-րդ տարին, ինչ մենք անցկացնում ենք ֆիլմերի փառատոն, եւ չնայած որ դեսպանության համար շատ դժվար ժամանակաշրջաններ է եղել, մենք երբեք չենք դադարել այս փառատոնը անցկացնել, եւ կարող ենք ասել, որ մեր հանդիսատեսը իրոք սպասում է այս միջոցառմանը եւ շատ հաճախ մեզ հարցնում են, թե երբ է լինելու ֆիլմերի փառատոնը. The 20th Japanese Film Festival is scheduled to be held February next year. This time we plan to showcase Japanese classic film from 1950s, including Tokyo Story. Also, these films are over 60 years old. They are highly regarded as a masterpiece, especially in European countries. So I'm confident that you will enjoy them. Եվ կինոփառատոնի 20-րդ թողարկմանը ներկայացվելու են ճապոնական դասական ֆիլմեր եւ 1950-ականներից Տոկիոյի պատմություն, Տոկիո Մոնոգատարի շատ հայտնի ֆիլմն է ցուցադրվելու եւ չնայած որ այս ֆիլմը արդեն 60-ից ավել տարվա պատմություն ունի, նա եվրոպական երկրներում շատ հայտնի է եւ բոլորը սպասում են այս ֆիլմի ցուցադրությանը. Իրականում փառատոնին մենք բազմիցս անդրադարձել ենք տարիներ շարունակ մեր գործունեության ընթացքում եւ կարող ենք փաստել, որ դահլիճը միշտ լիքն է, իզարմանս, որովհետև թվում է թե օտար մշակույթ, ուրիշ մշակույթ գուցե, բայց կարող եք փոխանցել դեսպանին, որ միշտ դահլիճը լիքն է եւ մարդիկ հիացած, զարմացած դուրս են գալիս ֆիլմերից. And they also have an experience of visiting our film festivals, and on the first sight it can be thought that this is totally different traditions from Armenia, but every time they come to the hall of the film festival, they see it's full of Armenian audience, which really enjoys Japanese films. Thank you very much. Շնորհակալություն եւ ձեզ մեզ մոտ հյուրընկալվելու համար, եթե հավելելու ոչինչ չունենք, արդեն ամփոփենք. Thank you for visiting us today. If you have nothing to add, we can just complete this. Thank you very much. Լուսինե ձեզ շնորհակալություն մեզ օգնելու համար, հիշեցնենք, որ այսօր երեկոյան 7:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կարող եք մասնակցել Ճապոնիայից Հայաստան ավանդական երաժշտության համերգին, որը իհարկե Ճապոնիայի դեսպանատումն է կազմակերպել Հայաստանում, իսկ մենք կհանդիպենք քիչ անց։ Շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, այս պահին խոսելու ենք օգտակարից եւ այս եղանակի տարվա այս հատվածի կարծում եմ բոլորի կողմից ամենասիրելի հատապտղին ենք անդրադառնալու գեղեցիկ համեղ հյութեղ ելակին։ Օգտակար էջն է այս պահին մեզ մոտ։ Ելակը չափազանց օգտակար եւ վիտամիններով հարուստ հատապտուղ է, այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, վիտամին C, բջջանք եւ հանքանյութեր, որոնք նպաստում են օրգանիզմի առողջացմանը։ Այն օժտված է օրգանիզմն ամրացնող հատկությամբ, բարձրացնում է իմունիտետը, օգնում է պայքարել մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների դեմ։
Ելակ հաճախ ուտելու դեպքում այն նպաստում է անոթների պատերի ամրացմանը, լավացնում է արյան բաղադրությունը եւ օգնում է հաղթահարել սրտանոթային համակարգի հիվանդությունները։ Ելակը ցուցված է նաև շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, քանի որ օգնում է արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը։ Ելակը լավ է ազդում լյարդի, երիկամների եւ լեղապարկի աշխատանքի վրա, ինչպես նաև մաքրում է օրգանիզմը, նպաստում է խարանների, թունավոր նյութերի եւ ծանր մետաղների աղերի հեռացմանը։ Բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա, լավացնում է ախորժակը, ստամոքսի միկրոֆլորան օժտված է նաև թուլացնող հատկությամբ։ Ելակ խորհուրդ է տրվում ուտել հատկապես առավոտյան։ Կանոնավոր օգտագործումը նաև նպաստում է հաղթահարել վահանաձև գեղձի հիվանդությունները, ցուցված է արթրիտ ունեցող մարդկանց։ Ելակը հանգստացնում է նյարդային համակարգը, օգնում է ազատվել բերանի տհաճոտից։ Ծխախոտ օգտագործողներին խորհուրդ է տրվում ծխելուց հետո օգտագործել 1 կամ 2 ելակ, ինչը որովհետև նախ այն չեզոքացնում է վատ հոտը, բացի այդ նվազեցնում է վերջինիս, այսինքն ծխախոտի վնասակար ազդեցությունը։ Ելակ նաև խորհուրդ է տրվում օգտագործել մարմնի ավելորդ քաշ ունեցող մարդկանց, քանի որ նա շատ արագ հագեցնում է, բայց ավելորդ ճարպերի կուտակման պատճառ չի դառնում։ Ելակի կանոնավոր օգտագործումը նպաստում է օրգանիզմի ծերացման պրոցեսների դանդաղեցմանը։ Այսքան դրականի կողքին ելակը ունի մի հակացություն, որն է խոցային հիվանդությունները եւ գաստրիտը, ինչպես նաև ալերգիա։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք միացել մեզ, այս շաբաթ կրկին կարծես երաժշտական է մեր եթերը լինում, Ճապոնիայից տեղափոխվում ենք Հայաստան, Հայաստանից գնալու ենք Ղազախստան, շատ լայն աշխարհագրությամբ եթեր է այսօր։ Խոսելու ենք հունիսի 3-ից 5-ը Ղազախստանի Ալմատա քաղաքում կայացած Բոստորգայի 28-րդ պատանի եւ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային երաժշտական մրցույթի մասին, որովհետեւ այնտեղից ունենք մրցանակակիր։ Մեր հայերը մրցանակներով են վերադարձել եւ այս առիթով մենք հիմա զրուցելու ենք երաժիշտներ Վահե Նազարեթյանի եւ Տիգրան Կարապետյանի հետ։ Իսկ թե ինչ մրցանակներ եք դուք բերել, դուք կպատմեք։ Նախ բարի լույս։ Բարի լույս, բարև ձեզ։ Բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալ ենք։ Սկսենք մասնակցությունից։ Ինչպես եք ներկայացել, ինչպես եղավ առաջարկը։ Շարլ Ազնավուր մշակույթի եւ արվեստի պետական քոլեջը արդեն բոլորին հայտնի է, որ տարբեր երկրներից միշտ հրավերներ է ստանում միջազգային մրցույթների, փառատոների մասնակցելու համար։ Ամեն անգամ մեր լսումների, մեր քննարկումների շնորհիվ ամբիոնի հետ, տնօրենի հետ միասին ընտրում ենք այն ուսանողին, ով որ կարող է մասնակցել եւ արժանավորի ներկայացնել եւ մեր քոլեջը եւ Հայաստանը։ Սա նոր մրցույթ է։ Ոչ, 28-րդ անգամ է տեղի ունենում մրցույթը։ Մենք արդեն որ մասնակցել։ Մենք արդեն 10 տարի է ինչ մասնակցում ենք այս մրցույթին եւ հիմնականում թե կամ գլխավոր մրցանակ կամ առաջին մրցանակով ենք վերադառնում։ Այս անգամ եւս բացառություն չէ, կխնդրեմ պատմեք, թե ինչ երգերով եք հանդես եկել եւ ինչ մրցանակներով վերադարձել։ Պետք է հանդես գանք ժողովրդական երգերով, պետք է մեզ հետ պատրաստենք եւ տանենք 2 ստեղծագործություն ժողովրդական։ Առաջին ստեղծագործությունը պատրաստել ենք դրդոն, երկրորդ ստեղծագործությունը Խաչատուր Ավետիսյանի տաղայտնության ստեղծագործությունը։ Այդպես։ Ինչ մրցանակներով եք վերադարձել։ Մենք Շատ համեստ են։ Մենք քանի որ մեր Վահեն էր մասնակից, ես ժյուրիի կազմում էի, մենք գլխավոր մրցանակով վերադարձանք Grand Prix։ Կասեք, պետք էր մայրենի լեզվով միայն երգել։ Դե քանի որ մենք ժողովրդական երգեցողություն համանակարգում էինք ներկայանում, պետք է հայ ժողովրդական երգեցողության համապատասխան ստեղծագործություններ։ Դրա համար մենք առաջին մրցույթային երգեցինք ժողովրդական երգ դրդոն, իսկ երկրորդը արդեն կոմպոզիտորական երգ Խաչատուր Ավետիսյանի տաղայտնության։ Շատ հետաքրքիր է, վայ, օրինակ, երբ մասնակցում եք հատկապես ազգային երաժշտությամբ, դժվարությունը ինչու՞մն է, որովհետև այս դեպքում դուք էլ որպես ժյուրի անդամ երևի կփաստեք կամ կասեք հակառակը, շատ բարդ է, չէ՞, որ ազգային երգ է կատարում, բարդ է հասկանալ, լավ է կատարում, թե վատ է կատարում։ Ձեր դժվարությունները որպես կատարող ինչու՞մն էին եւ ձեր դժվարությունները, երբ որ գնահատում եք ազգային երգը, հերթով սկսենք։
Սրանք երևի ինձանից մասնագիտական առումով երբ նայում ենք, երկեցողությունն ենք գնահատում, մաքուր երկեցողություն, կատարողական վարպետությունը եւ այլն, Վահեի դեպքում, այսպես ասեմ, Վահեն սովորում է արդեն 3-րդ կուրսում, բավականին պատրաստված է եւ երկու ստեղծագործությունը ներկայացրել է այնպես, ինչպես որ պետք է ստեղծագործությունը պահանջում է, ինչպես որ պետք է երգել։ Դուք այնտեղ հպարտ նստած էիք, երբ որ Այո, անկեղծ ասեմ, որ հպարտ նստած էի, մի քիչ անհանգիստ էի, որովհետև մենք միջև հասանք Ալմատի քաղաք, մի քիչ բարդություններ եղան, ինքնաթիռը ուշ, թռիչքը կայացավ եւ այլն, մենք հասանք, ես միանգամից аэроպորտից գնացի մրցույթի վայր, որտեղ մրցույթը պետք է սկսվեր, Վահեն պետք է հանգստանար եւ այլն, այդ ամենի հետ կապված մի քիչ անհանգստություն կար, բայց մենք հավաքվեցինք, Վահեն շատ մեծ պատասխանատվությամբ էր մոտենում ամեն ինչին եւ շատ գեղեցիկ ներկայացավ 2 օրներ, մենք առավելագույն միավորները ստացանք, մրցույթը շատ ուժեղ մրցույթ էր, ասեմ, որ Շարլ Ազնավուր քոլեջը ինչ հրավեր ստանում է մրցույթների, բոլորը պետական նշանակություն ունեցող շատ լուրջ մրցույթներ են լինում, այդ իսկ պատճառով մենք շատ պատասխանատվությամբ եւ լուրջ ենք վերաբերվում։ Այո, նրանց շնորհիվ մենք նաև ինչու՞ չի անուններ ենք դուրս տանում, ինչի համար կարելի է շնորհակալություն հայտնել եւ Վահե ջան, կասեք ձեր այդ պայ զգացողությունները հայկական երգ ներկայացնելիս, ինչպես հարցազրույցի ասեցի, պատասխանատվությունը եւ ինչ կար, որ այսպես սրտի թրթիր էր առաջացնում։ Առաջին անգամ էիք մրցույթի մասնակցում նա։ Մրցույթի միջազգային, այո, առաջին անգամ եմ։ Ուրեմն կրկնապատկում են այդ թրթիրները։ Այո, բայց Հայաստանում ունեցել եմ փորձ մրցույթների լավ ցուցանիշներով, իսկ դժվարություն երևի ամենաշատը ճանապարհն էր դժվար օտարության մեջ ու շատ մեծ պատասխանատվություն կար, որպեսզի մեր հայ ժողովրդական երգը ես շատ լավ մատուցեմ, այդպես։ Իսկ ասեք դուք հենց հայ ժողովրդական երգեր երգելու շարունակաբար, թե մրցույթի համար եք որոշել այդ երգերը կատարել, դուք ինչ ճանապարհով եք տեսնում ձեր երգարվեստը։ Դե ես ընդհանրապես երգում եմ ժողովրդական արդեն կլինի մոտ 10 տարի։ Հիանալի։ Զբաղվում եմ եւ երգով եւ երգում եմ ոճս ժողովրդական եւ այդպես որոշեցինք, որ պետք է ժողովրդական կողմով ներկայանալ մրցույթին։ Շատ հիասքանչ եւ երիտասարդներն են ժողովրդական ազգային քոլեջում մեր բոլոր ուսանողները ոչ միայն ընտրած ուղղությամբ են ներկայանում, որովհետև մենք շատ տարբեր համերգներ ենք ունենում, տարբեր ֆորմատների, պահանջների, դրանք բոլորը նաև Շարլ Ազնավուրի ստեղծագործություններն են երգում, կապ չունի թե ինչ ոճի մեջ է իրենց ուսումը շարունակվում, բոլորը պետք է Շարլ Ազնավուրի ստեղծագործությունները իհարկե իմանան, երգեն, Վահեն էլ նույնպես, նաև ֆրանկոֆոնիայի շրջանակներում ենք շատ բազում համերգներ ունեցանք, որի շրջանակներում բոլորը երգում էին ֆրանսերեն Շարլ Ազնավուրի ծրագրից, այսինքն նրանք ոչ միայն մի ուղղությամբ են զարգանում, տարբեր Բաբաջանյանի հետ կապված համերգներ ենք շատ ունենում, որ մեր ուսանողները երգում են տարբեր ոճերի, տարբեր կոմպոզիտորների անդրադառնում ենք եւ նրանք մեծ սիրով հաղթահարում են եւ գեղեցիկ ներկայանում են։ Եվ քանի որ բեմի մարդը չպետք է այսքան համեստ լինի, հատկապես միջազգային մրցույթի դափնեկիրը, կարծում եմ Վահեն պետք է նաեւ մեր եւ մեր հեռուստադիտողների համար մի որևէ հատված երգի։ Այո, սիրով, իմ կարծիքով հենց առաջի ստեղծագործությունը, որ երգեց Ղազախստանում եւ շատ տպավորիչ էր, շատ լավ կլինի, որ մեր Վահեն հենց հիմա կատարի։ Այո, սիրով։ Դրդոք նավեր քելեր թանք սալնի սասուն ես սեղնիմ տուն տունեղնիսյուն ես սեղնիմ տուն
Տուներնիսյուն Բրավո։ Շնորհակալություն։ Նայում էի, թե ինչպես է Տիգրանը շունչը Ես պահած էլ էի նայում կարծես հսկողական շնչով նայում Այո։ էր Տիգրան, եթե ամբողջ ընթացքում այդպես եք նայել, դրա համար էլ Վահեն շատ լավ է կատարել, բայց նաև այն ուզում եմ ասել, որ կատարողական արվեստից բացի բեմական մարդ եք, այնպես որ Այո։ մենք ձեզ ինձ թվում է կհանդիպենք տարբեր բեմերում։ Եվ շնորհակալություն ձեզ եւ ձեր կոլեջին հնարավորությունների համար։ Մենք նույնպես ուզում ենք շնորհակալություն հայտնել ես ինքս ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կոլեջի դասախոսական կազմին, տնօրինությանը, պարոն Վրեժ Կիրակոսյանին, որովհետև այս բոլոր կապերը տարբեր մրցույթների հետ կապված, այո, նրա աշխատանքի շնորհիվ է դասախոսական կազմին, որովհետև մեր երաժշտության ամբիոնի վարիչից սկսած բոլոր դասախոսներից, որովհետև մի ամուր ուժերով մենք կարողանում ենք մեր ուսանողներին համար հարթակ ստեղծել եւ հնարավորություններ տալ կրթել այնպես, որ նրանք կարողանան շատ գեղեցիկ ներկայանալ։ Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից հրավերի համար։ Սիրո։ Հուսով եմ մենք լավ առիթներով, լավ նորություններով դեռ կհանդիպենք։ Հաղթանակներով, ինչպես մենք սիրում ենք ասել, շնորհակալություն, այո, մենք մաղթում ենք հաղթական գործունեություն, Վահին ավելի մեծ բեմեր, ավելի մեծ հաղթանակներ, ձեզ էլ այդ հսկողական հայացքով միշտ նայեք ձեր ուսանողներին եւ հիանաք նրանցով։ Շնորհակալ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, զրուցում էինք երաժիշտներ եւ արդեն միջազգային մրցույթի դափնեկիր Վահե Նազարեթյանի եւ Տիգրան Կարապետյանի հետ։ Մենք բարև երկիրն ենք, շարունակեք մնալ մեզ հետ։ Una historia de amor que no tiene final. Una historia de amor para la eternidad. Dime corazón, ¿cómo vivo sin ti? Tú dime corazón, ¿cómo vives sin mí? Ինձանից սավեր ոչ ոք քեզ չի կարող սիրել Դու արևս արևից էլ բարես արավել Ինձանից սավեր ոչ ոք քեզ չի կարող սիրել Դու մի կյանք ես ու կյանքից էլ թանկ ես հարավել Cuando te conocí, 1.000.000 de flores yo vi. Supe en ese instante, mi amor, que tú eras para mí. Esta bella historia de amor la escribimos los dos. Y hoy para siempre de tu mano quiero caminar, corazón. Ինքը հաստատ ինձ համար է հորինել Մեզ կապել դիրել ձերքով ու դեպի վեր տարել Ասպերը հաստատ երազանքն իմ լսել Բերել են ինձ քեզ մոտ ու քո սիրով լցել
Եվս մի շաբաթ օր մոտեցավ իր ավարտին, շնորհակալ ենք ձեր լուսավոր առավոտը մեզ հետ կիսելու համար եւ մենք էլ շնորհակալ ենք իհարկե Զիաննա մեր հովանավորներին, որոնք են տուն դե փոխանոց սրահ, ինչպես նաեւ Dream Park հանգստյան գոտին, Լոռու հրաշալի մարզում գտնվող եւ իհարկե Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Շնորհակալություն, որ ձեր առավոտը մեզ հետ եք սկսել, շարունակեք այդպիսի բարձր տրամադրությամբ ձեր օրը, մենք կհանդիպենք արդեն վաղը, բայց մինչ այդ պետք է անպայման հիշել այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքները, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակները։ Առողջ եղեք, համբուրում ենք բոլորիդ։